Չենք հավատում նրան, ինչ տեսնում ենք։ Մենք տեսնում ենք այն, ինչին հավատում ենք։ Ինքնին դիտարկման գործընթացն արարչագործություն է։ Եվ եթե մենք այս կարգախոսը ճիշտ ընկալենք եւ ընդունենք, ականատես կլինենք զարմանալի բացահայտումների։ Ուղղակի մենք պիտի ընդունենք եւ հասկանանք, որ դիտարկումը դա լոկ ինչ-որ ուղղությամբ նայելը չէ։ Ցանկացած բանի դիտարկման պահին մենք արդեն իսկ մտովի ինչ-որ բան ենք ենթադրում եւ տեսնում արդեն իսկ համոզմունք դարձած մեր ենթադրության արդյունքը։ Փաստորեն, մեր ենթադրությունն է, որ դառնում է համոզմունք։ Իսկ համոզմունքը հավատ։ Քար, որոնք ամեն անգամ տարբեր դասավորվածությամբ ընկնում են գետնին։ Վերցնում ենք մեկը և նետում վեր։ Ու մինչ այն վայր իջնի, պետք է հասցնես 4 քարը վերցնել գետնից և հետո միայն բռնել ընկնող քարը։ Համաձայնեք, որոշակի փորձ ձեռք բերելու դեպքում այնքան էլ բարդ չէ։ Քարկտիկ, ապիկ, ճուճիկ, քարուկ, ապկուն կանոնները կրող այս պարզունակ խաղը առաջին հայացքից երեխաների միայն ճարպկությունն է ավելացնում։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Բոլորին քաչ հայտնի մեր տատիկներից սովորած այս խաղը հայ ազգի պատմության հասակակիցն է։ Դրա առաջին հուշազդակը մենք ստացանք Արտուր Արմինի հնագույն հեթանոսական աստվածաշունչ Սասնա ծռեր էպոս գրքից։ Նա առաջինն էր, որ ուշադրություն դարձրեց, որքան էլ զարմանալի չլինի խաղի կանոններին։ Տեսեք, քարկտիկ խաղում են մեկ ձեռքով, բթամատի եղունգի չափ խաղաքարերը 5-ն են լինում։ Գոյաբանական տիեզերքի արարման հիմքում Պլատոնը դնում է այդ 5 էլեմենտները, որպեսզի եւ դրանց սիմվոլները, որոնք բյուրեղներն են, սոլիդներն են, օրինակ տետրահեդրոն ասում են, մենք պետք է հասկանանք հուր, իկոսահեդրոն ասում են, մենք պետք է հասկանանք ջուր, օկտահեդրոն ասելով, մենք պետք է հասկանանք օդ, դոդեկահեդրոնը եթեր եւ այլն։ Հենց այն պիտի քարկտիկ խաղացողները վեր նետեն եւ մինչ այն վայր իջնի, հասցնեն ձեռքի ափի միջի 4 քարերը դնել գետնին եւ օդում բռնել ընկնող քարը։ Խաղի այս փուլը կոչվում է մին պար, իսկ ընդհանրապես քարկտիկը խաղում են 6 փուլով։ Ամեն մի խաղի մեջ, պարի մեջ, աստվածների համակարգի, աստեղապետների թվաքանակի, ամեն ինչի մեջ ստանդարտի ենթարկված, այսպես ասած, նույն ինքնություն է գրված, նույն մտածողությունն է գրված։ Մեզ այսօրվա խաղացողներիս այս հինավուրց խաղի ծագումն ու էությունը հայտնի չէ։ Մենք ուղղակի այս խաղը պահպանել եւ փոխանցել ենք սերնդեսերունդ։ Ինչու՞։
Երևի մեր նախնիները չէին կասկածում, որ օրերից մի օր կարթնանա մեր գենետիկի շողությունը, խաղը կվերածնվի եւ մեր առաջ կբացվեն նրա խորհուրդները։ Ժամանակ Պատրանք, որ ինչ-որ մեկը իրականություն է դարձրել մեզ համար։ Ժամանակը մենք գծագրում ենք որպես ուղիղ գիծ, որը ինքնակամ կետից է սկիզբ առնում։ Մոտավորապես այսպես։ Որպես հաշվարկի սկիզբ սովորաբար վերցնում ենք կենտրոնը։ Դա ներկան է։ Հետևաբար սա ապագան է, իսկ սա անցյալը։ Տարօրինակ է, բայց միայն մենք հայերս, երբ որ խոսում են ժամանակի մասին, ասում են 2 տարի առաջ, այսինքն իրանք պատկերացնում են հետ, այն ինչ որ կատարվել է։ Ապագան մենք նախանշում ենք հետո մակբայով։ Այդպիսի տրամաբանություն գտնել են ուրեմն այմարների լեզվի մեջ, որը նրանք միակն են համարել, իհարկե չի ծանոթ չլինելով հայ տրամաբանության։ Ոչ ոք։ Այդ տրամաբանության մեջ մենք կարող ենք կորուսալ շատ եղելություններ գտնել, որը արդեն մենք հիմա չունենք։ Վազգեն Գևորգյանը, որը ավելի քան 15 տարի է զբաղվում է հայագիտական ուսումնասիրություններով, պնդում է, որ դա աստղային ժամանակը հաշվելու ուրեմն հենց տրամաբանությունն է։ Ինչու՞։ Պատկերացնենք ուրեմն այդ աստղաշարժը սարի ետևից պատկերացնենք, որի ետևից պետք է արդեն ծագի աստղը։ Այո, աստղը ծագեց, մենք կարող ենք այս ներկա ընդունել, որտեղ ինքը նոր է դուրս եկել, այս հորիզոնական հարթությունից, ուրեմն սա դեռ չի երևում, սա հետո պետք է դուրս գա։ Այո, ուղղահայաց շարժումը տալիս է այդ հետո առաջ հասկացողություն, այսինքն նա հետո պետք է գա, իսկ այս աստղի արդեն վերևը միառժամանակ եղել է։ Րոպեն մեկ երկինք աստծուն նայելով, իսկ մի պահ հետո սեփական ափին քարկտիկ էինք խաղում իրար հետ։ Բազմանիստ քարը վերնետելով, մինչև քարը վարիչնելը, հատ-հատ 4 անգամով մեկ առ մեկ հավաքում են գետնի վրայի քարերը։ Այս փուլը կոչվում է մեկնուկ։ Խաչը արդեն մեր մոտ ստացվեց։ Պետք է ստանալ հավասարատև խաչ ինչու համար, որովհետեւ մենք ստանանք անկյուն, այո, 90 աստիճան։ +90, այո, +90 եւ անպայման մեր արժեքը պետք է լինի 360 ուրեմն աստիճան։ Մեր բոլոր ջանքերը բաժանել շրջանն այնպես, որ արդյունքում բացի ինձ որևէ ուրիշ պատասխան ստացվեր, ոչ մի արդյունքի չբերեցի։ Աստիճան բառը ինքը հենց տրամաբանում է արդեն, որ աստղային ճանն է, հասկանում եք հենց։ Եթե մենք հիմա այստեղ նկարենք այս աստիճանը, չէ՞, սա ուրեմն հորիզոնականն է, ճանը, ճանապարհը, այո, ճանաչումը, ճանաչողականությունը, այս էլ ուղղահայացն է։ Եվ նաև ժամանակ կա այդտեղ, որ ինքը ժամանակի հետ էլ առընթեր, վայրկյան, րոպե, ժամ եւ այլն։ Ասենք, այստեղ 12-ն է, չէ՞, այստեղ 6-ն է, այստեղ 3-ն է, չէ՞, եւ այլն։ Րոպեն մեկ երկինք Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո ներքև ափի մեջ մնացած քարերին քարկտիկ էին խաղում իրար հետ։ Այս անգամ բազմանիստ քարը վերնետելուց մինչև քարի վայր իջնելը գետնի վրա գտնվող
երկու քարերը պետք է հասցնել վերցնել, ճանկել։ Կրկնվում է երկու անգամ, այս փուլը կոչվում է երկնուկ։ Տաթևի առաքելոց եկեղեցու գլխավոր խորհրդանիշը եւ գաղտնիքը Տաթևի քավազան սյունն է։ Սյուն, ստելա, օբելիսկ, ինչպես կուզեք կոչեք, իմաստը նույնն է։ Սյուն հայերեն նշանակում է երկնային ցուցիչ, իսկ ավելի ստույգ հնում սյուն նշանակել է հորիզոն։ Լատիներեն նշանակում է աստղ։ Աստեղ ատուն, աստել բառ հասկացությունից, ստելա։ Օբելիսկ լատիներեն նշանակում է շամփուր, այսինքն առանցք։ Իրա ճարտարապետական կառուցվածք, ուրեմն 12 շարքով 8 անկյուն քարեր են իրար վրա դրած, բաժանված երկու մասի։ Ուրեմն մանաձև կամ պարուրաձև, չէ, երկու հատ, ուրեմն սպիրալամա իրան, վերջում գալիս է երկրագունդը, իմիջիայլոց երկրագունդը նույնպես սպիրալաձև է շարժումը ցույցատված, եւ ամենավերևում ուրեմն դրված է խաչ եւ կամար։ Այս նշանը ձեզ ինչ է հիշեցնում։ Ուրեմն սա ամենահնագույն նշանն է երկիր մոլորակի։ Կամարը ավելի հասկանալի է դարձնում երկնային 180 մեզ երևելի աստիճանը։ Ուրեմն երկինքը 360 է, չէ՞, բայց մենք չենք կարա 360 աստիճանը միանգամից տեսնենք։ Հա, տեսնում ենք այս 180 աստիճանը։ Հիմա այդ 180 աստիճանը, ասենք, Եգիպտոսում դուատ են անվանել։ Հնդկաստանում դիան են անվանել, ինչ բառում ենք, դիհան բառը մենք ունենք, հա, որը չգիտես որտեղից, ինչ որ մի տեղից, նշանակում է հայերեն, ասում է որտեղից եկա, ասում է այն դիհան։ Գավազանը կամ ճոճվող սյունը հայտնի էր եւ կառուցված էր շատ ավելի վաղ, քան առաքելոց եկեղեցին։ Դրա վկայությունը գտնում ենք արքիեպիսկոպոս Մեսրոպ մագիստրոս Տեր Մովսիսյանի հայկական 3 մեծ վանքերի, Տաթևի հաղարծնի եւ Դադի եկեղեցիների եւ վանական շինությունները գրքում։ Դա միակ շինությունն է, որը դարերի ընթացքում չեն ավիրել ոչ բնությունը, ոչ էլ մարդը։ Սյան վրա կա ժամացույցի եւ հավքի պատկեր։ Իդեպ հավքը մեր իմացած հավը չէ։ Հավ հայոց լեզվում ուրեմն գրափարով նշանակում է պապ, նախապապ, նախասկիզբ։ Սկզբի առավել եւս նախասկզբի մասին խոսելը կարծես թե քիչ վաղ է, բայց ինչ վերաբերում է նախապապին, հետքերը մեզ տանում են դեպի Մովսես Խորենացու հայոց պատմություն աշխատությունը։ Իր կողմից գրի առնված ավանդազրույցներում Խորենացին նախահայր է անվանում Հայկին։ Հիշում եք Հայկի եւ Բելի պատմությունը։ Պարզվում է, որ դա առասպել չէ եւ որ նախապապ Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբետից։ Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։ Նահապետ Հայկի անունը հանդիպում ենք նաև աստղագիտության մեջ։ Օրիոն համաստեղությունը երկնքի ամենապայծառ համաստեղությունն է։ Հենց այդ պատճառով բնականաբար ուշադրության կենտրոնում է եղել բոլորի, ովքեր նայել են երկինք։ Աստղերը պատկերացվում էին իբրև աստվածություններ կամ նրանց ինչ-որ դրսևորումներ։ Եվ միայն Հայաստանում չի, որ նույնացվել է այդպիսի բարձրակարգ մի կերպարի հետ, ասենք մեզանում Հայկը նահապետն է, նույն Եգիպտոսում նայելի բարձրագույն աստվածություններ, Օսիրիսներ, նույնն է Հնդկաստանում, բայց մեզ համար շատ հետաքրքիր է ու կարևոր այն փաստը, որ հայկական Օրիոն Հայկն համաստեղությունը առանձնահատուկ ընդհանրություններ է ցույց տալիս շումերականի հետ։ Շումերական պատկերացումներում այդ համաստեղությունը կոչվում է ճշմարիտ հովիվ երկնքի։ Դրանք գաղափարագրեր են, ազնիվ կամ արդար հովիվ երկնքի,
Բայց պետք է նկատի առնել, որ հովիվ ասելով նրանք նկատի ունեն հոգևոր առաջնորդի։ Ոնց ինչպես այսօր կաթողիկոսին ասում են հովվապետ։ Այսինքն դա այն ժամանակն է, երբ հովիվը միաժամանակ եւ աշխարհիկ իշխանությունն է, եւ հոգևոր իշխանությունն է։ Մեզ են հասել ցուցակներ, որտեղ համաստեղության կողքին գրված է Աստվածության անունը, թե որ Աստվածությանն է նա մարմնավորում։ Դրա դիմաց գրված է Աստված Պապ Սուկալ։ Այդ կոմբինացիան գաղափարագրերի նշանակում է Պապ նախնի ծուխի առաջնորդ։ Կալնել պահել իմաստն է նույն հայերենի, ինչպես ունենք բերթակալ, կուսակալ, դա ծուխ կալն է, այսինքն ծուխի գլխավոր նախնին, որը է հովիվ, որը է արքա։ Նույն աստվածությունները ունեին շատ տիտղոսներ։ Ինչպես քրիստոնեության մեջ նույն ասում են վերին, բարձրյալ, ուսուցիչ, ճարտարապետ, փրկիչ, բժիշկ եւ այլն։ Մյուս անունն է այդ աստվածության Նիշուբուր, Շուբուրի տեր։ Նիշուբուրը Շուբուրը բուն Հայաստանի անունն է, պատմական անուններից մեկն է։ Այսինքն մի կողմից ունենք աստվածություն Շուբուրի տեր, մյուս կողմից ունենք Պապ նախնի, հոգևոր առաջնորդ, մյուս կողմից ունենք ճշմարիտ հովիվ։ Սրանք երեքն էլ նույն համաստեղության մասին են խոսում եւ նույն բանն են։ Այսինքն շումերները, ինչպես եւ հայերը, տվյալ համաստեղության մեջ տեսել են իրենց Պապ նախնում, ինչպես մենք ենք տեսնում մեր նահապետին։ Այսինքն բառացի, տառացի մենք գործ ունենք նույն պատկերացման հետ, որ հայկն համաստեղությունը նույնականացվում է իրենց առասպելական նախնու նահապետի հետ։ Հայկ Օրիոնի համաստեղության գոտին ունի միայն իրեն հատուկ շամփրուկ կամ կշիրկ կամ հայքի շամփրուկ անվանումները, ինչը նշանակում է հավասարակշռության առանցք։ Օրիոնի գոտու 3 աստղերը նույնպես հայոց մեջ ունեն սեփական անուններ՝ քար, փոცხ եւ կշիրկ։ Ոչ, սա հասարակ գավազան չէ, որն ինչպես մեզ հավատացնում էին կոչված է նախազգուշացնելու երկրաշարժի կամ թշնամու հեծելազորի հարձակման մասին։ Սյան վրայի խորհրդանիշերն էլ հանգարցակի չեն եւ ունեն մի ուրիշ գաղտնի եւ միգուցե առայժմ թաքնված իմաստ։ Րոպեն մեկ երկինք Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո ներքև քարերին։ Ինչ կա վերևում եւ ինչ ներքևում, ինչ կապ ունեն նրանք իրար հետ եւ ինչ խորհուրդ է, որ խաղի տրամաբանությունը համառորեն մեզ ստիպում է րոպեն մեկ նայել վեր աստղերին, հետո վար մեր նախնիների թափթփած քարերին։ Դժվար թե Հայաստանում գտնվի մեկը, որ լսած չլինի քարահունչ անվանումը։ Այսօր օգտագործվում է նաև զորաց քարեր անունը։ Բնիկներն այս վայրը կանգնած կամ ցից քար են կոչում։ Հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանը իր Սյունիքի պատմություն գրքում հիշատակում է մի գյուղ որպես քարունջ։ Այդ անվանումը հայերեն նշանակում է քարեգանձ կամ հիմնակարեր։ Մի ուրիշ տարբերակով հունջը հայերեն նույն հունչն է, ձայն, կոչ, արձագանք, հնչյուն։ Այսպիսով քարահունջ նշանակում է նաև խոսող քարեր։ Նորից գաղտնիք, ինչ հիմնակարերի մասին է խոսքը, ինչ գանձի, ինչ են խոսում, ինչ են ուզում այս քարերի միջոցով մեզ փոխանցել մեր նախնիները։ Այս քարերը
հատվել եւ բերվել են այստեղ մոտակա Դար գետի ձորի քարհանքից։ Ինչու եւ ինչ նպատակով են հենց այստեղ կառուցել արձանախումբը։ Այստեղ բերվել է 222 քար, 84-ի վրա բացված են ճշգրիտ պատրաստած 4-5 սանտիմետր տրամագծով անցքեր։ Ինչի համար են այս անցքերը։ Որքան ուժ եւ ժամանակ է հարկավոր այդ ամենը իրականացնելու համար։ Չենք կարծում, որ մեր նախահայրերը այնպիսի ցոփ ու շվայտ ապրելակերպ են վարել, որ կարողանային ավելորդ ժամանակ գտնել հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից բազմաթիվ 50 եւ ավելի տոննա քշրով քարեր քաշ տալ։ Միայն պատկերացրեք, ամենուրեք թշնամիներ, բնական աղետներ, վայրի կենդանիներ, վերջապես հացի խնդիրն էլ չի կարելի անտեսել։ Իսկ իրենք քարեր են գլորում։ Ոչ, մեր նախահայրերը ավելորդ ժամանակ չունեին, ապրելակերպը շատ ճիք, ժամանակ և գիտելիք էր պահանջում, եթե ուզում ես սոված չմնալ, պիտի իմանաս երբ վարես, ինչ երբ ցանես, ինչպես հետևես և երբ հավաքես հացահատիկը։ Իդեպ դարեր շարունակ հայերը ցորենը սկսում էին հնձել միայն օգոստոսի 11-ից հետո։ Օգոստոսի 11։ Հիշենք այս ամսաթիվը։ Մենք դեռ մեկ անգամ չէ որ հանդիպելու ենք դրան։ Րոպեն մեկ երկինք, Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո ներքև, ափի մեջ մնացած քարերին քարկտիկ էին խաղում իրար հետ։ Այս անգամ բազմանիստ քարը վերնետելով, մինչև քարի վայր ընկնելը, գետնի վրա գտնվող 3 քարերը պետք է հասցնել վերցնել ճանկել և ապա քարը վերնետելուց վերցնել մնացած 1 քարը։ Այս փուլը կոչվում է թակ երեքնուկ։ Վստահելով իր համոզմունքին, որ քարահունջը եղել է հնագույն հզոր աստղադիտարան, անվանի ակադեմիկոս Պարիս Հերոնին որոշեց այստեղ հետազոտություն կատարել կիրառելով աստղագիտական մեթոդներ։ Օրինակ ոչ մեկը չի զարմանա, չէ՞ որ երկնային, ասենք, երկրային էկվատորը առանցքը, հա, հյուսային աստղն է ցույց տալիս, չէ՞։ Հա, չէ։ Հա, դա զարմանալի բան չէ, որ ասում ես ժամանակն էլ է աստղ ցույց տալիս, մարդիկ շատերը սկսում են զարմանալ։ Ինչա, դու անկախ տիեզերքից ապրում ես, իսկ աստղը լինելով հեռու գերկայուն լուսատու, ինքը ստաբիլ է։ Ուրեմն այնտեղ նույնիսկ երկնային այդ երկնքում պետք է գտնես ամենաստաբիլը, այդ ստաբիլների ամենաստաբիլը։ 5 տարի շարունակ արևադարձի եւ գիշերահավասարի օրերին գիտական արշավի մասնակիցներն այստեղ մանրակրկիտ ուսումնասիրություններ էին անցկացնում։ Ի վերջո նրանք հանգեցին այն համոզման, որ քարահունջի մոնումենտը դա մեծ եւ զարգացած աստղադիտարան է։ Տարին չափելու ամենաճշգրիտ ձևը աստղի չափումն է։ Հա, ինչ որ մի բանով պետք է դու համակարգես, չէ՞։ Էլի էտալոնը, հա։ Հա, էտալոնը։ Նախնադարյան աստղագետները դիտելով առանձին գտնվող զորած քարերից որևէ մեկի անցքի միջով կարողացել են ցանկացած օրը արձանագրել արևածագի կամ արևամուտի ազիմուտի կետը եւ որոշել, որ այդ կետը գիշերահավասարին մոտ օրերին օրըստորե շարժվում է հորիզոնի գծով 30 աղեղնային րոպե արժեքով։ Միևնույն կողմից, միևնույն դիրքին նա վերադառնում է 365 օր հետո, ինչը անում է 1 տարի։ Տոնական օրերը դանդաղ տեղափոխվում էին ողջ տարվա ընթացքում, որովհետև իրական արևային տարին մոտավորապես քառորդ օրով ավելի է, քան 365 օրը։ Այնպես որ
շարժական օրացույցը կանգնեցնելու, այսինքն տոն օրերը տարվա ընթացքում ամրագրելու եւ արևի իրական շարժմանը համապատասխանեցնելու համար հարկավոր էր 4 տարին 1 օրացուցային ավելացնել եւս 1 օր։ 1084 թվականին այնքան էր խառնվել 528 օրվա տարաձայնություն կար հայոց տոմարի մեջ, հիմա իմաստասերին ասին ու իմաստասեր ջան, ուրեմն կանոնակարգի է ամեն ինչը, թե չեն կարում ապրենք, օրերը խառնվել են, հարականները եւ այլն։ Թվում էր, թե իմաստասերը հայկական ամանորի համար կամ հիմք պիտի վերցներ հռոմեական ամանորը հունվարի 1-ը կամ արարչական ամանորը սեպտեմբերի 1-ը, սակայն նա շրջանցել է այդ եւ մյուս բոլոր ամանորերն ու հայկական անշարժ տարվա ամանոր կարգել օգոստոսի 11-ը։ Որտեղից, այսինքն նրա այդ ստաբիլիզատորը, գերկայուն կետը որն է եղել, որ նա կարողացել է համակարգել ժամանակը։ Հայոց բուն տոմարը բաղկացած էր 12 ամիսներից։ Յուրաքանչյուր ամիսը եւ ամսվա յուրաքանչյուր օրը, ինչպես նաեւ 24 ժամից յուրաքանչյուր ժամը ունեն իրենց առանձին հայերեն անվանումները։ Նավասարդ, հորի, սահմի, տրե, խաղոց, արած, մեհական, արեկ, ահեկան, մարերի, մարգաց, հրոտից, ավելյաց։ Եկեք հանգիստ թողնենք Հայկ Նահապետի զավակներին եւ դառնանք 13-րդ ընդամենը 5 օր ունեցող ամսին։ Շումերագետ Արմեն Դավթյանը մեզ բացատրեց։ Ավելյաց նշանակում է ավելացված, քանի որ հայկական տարին բաժանվում էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամսում 30 օր, բնականաբար ավելանում էր 5 օր։ Դրանք բուն նոր տարին նշելու տոներն էին։ Հիշում եք այն ամսաթիվը, որը պիտի մտապահեինք, օգոստոսի 11։ Դա մեզ արդեն քաջ ծանոթ նավասարդն է։ Նավասարդը հիմա եթե մենք իր ձևակերպումը կարդանք, ասենք պատմիչ վանականի մոտ ընդ Եղիշեկորյուն բան կբացենք, կնայենք ու կտեսնենք ինչա գրած։ Նոր ասի ժամանակաշրջան։ Նոր ասի։ Այո, երբ Աստված կշրջեր ի վեր ջրոց։ Ահա։ Հիմա այդ նոր ասն է տարօրինակը լինում, որ չի բացա, որտեղ մենք այսօր որպես առանցին բառ իմաստ չենք հասկանում ու ստիպված պետքա դիմենք այլ ուրեմն տրամաբանությամբ եւ միանգամից կգտնենք, որտեղ ասք բառ գոյություն ունի, հետո ասուն եւ անասուն։ Այո, այսինքն բանական տեղեկատվություն։ Այնպես որ այդ կարճ ամիսը սկսվում էր օգոստոսի 6-ին եւ ավարտվում օգոստոսի 10-ին։ Բանահյուսության մեջ, նույնիսկ տարազի մեջ միշտ պատկերվում են բանահյուսական պատկերացումները։ Իրենք դա պատկերացնում են իբրև գոտի, տարին իբրև գոտի, շրջանաձև գոտի։ Ահա այդ 5 օրերը գոտու ճարմանդն է, որը կապում է իրար։ Այո, հենց այդպես էլ կոչվում էր տարեկապ, տարեգլուխ։ Սա եւ վերջն է նախորդի, եւ սկիզբն է հաջորդի։ Բայց միաժամանակ ինքը տարուց դուրս է, դրանք են սրբազան օրերն են։ Հենց նավասարդին է, որ առավոտյան ժամը 4-ին այստեղ մի գծի վրա ուղղահայաց հայտնվում են Օրիոնի գոտու 3 նշանավոր աստղերը, որոնք մարդկության կորուսյալ ժամանակացույցի հիմնակետն են հանդիսանում։ Գրիգոր Բրուտյանի աստղագետ։ Այդ տոնակատարությունների սկիզբը ազդարարվել է աստղի ծագումով։ Հայկական նոր տարին չափվել է ոչ թե Սիրիուսով, ոչ թե այլ աստղերով, այլ հենց աստղի ծագմամբ։ Հայկն Օրիոնի աջ ուսը պատկերացվող գլխավոր աստղի ծագմամբ։ Հին Եգիպտոսում այս օրերը կոչվում են աստվածների ծննդյան օրեր եւ պատումն ասում է, որ նրանց ծնում էին լեռները։
Եգիպտոսում լեռները, Եգիպտոսում սարեր չկան, այնտեղ բուրգեր կան, որոնք իդեպ ծրագրված են եղել այստեղ, Քարահունջում։ Րոպեն մեկ երկինք, Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո ներքև, ափի մեջ մնացած քարերին, քարկտիկ էին խաղում։ Ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատն իրար միացնելով եւ բթամատի միջոցով սարքում են կամարաձև կիսաշրջան եւ այն դնելով գետնին ներկայացնում ենք որպես դարպաս։ Հիմա մենք արդեն ձեզ հետ գիտենք, թե դա ինչ դարպաս է։ Դիան մեկ քարը վեր նետելով, մինչև նրա վայր իջնել է, պետք է մնացած 3 քարերը մեկ առ մեկ անցկացնել դարպասով։ Կասեք ինչու 3, չէ որ 4 քար է մնում գետնին։ Այս 3 քարերը, որոնք մենք կարող ենք անվանել քար, փոცხ եւ քշերք, Օրիոնի գոտու աստղերն են խորհրդանշում։ Իսկ 4-րդը, որի խաղընկերը նշան է անում եւ որի անունը Շնուկ է, դա Սիրիուսն է։ Եթե Շնուկին դիպչում ես, ապա համարվում է, որ այն դնդաց։ Եվ խաղն անցնում է խաղընկերոջը։ Այս փուլը կոչվում է Շնուկ։ Բոլոր հավատամքային հնագույն միֆական պատումներում անդրաշխարհի դարպասամուտքը պահպանում է շուն։ Հունական դիցաբանության մեջ Քերբեր անունով շունը, հին Եգիպտականում Անիբուսը, հայկական էպոսում Գեորգիզը, արագեղեցիկ Շամիրամ միֆական պատումում Հարալես անունով 2 շները, արտավազդի շղթաները կրծող շները եւ այլն։ Եվս մի շատ կարևոր զուգադիպություն։ Գոյություն ունի շուն համաստեղություն, իսկ նրա ամենափայլուն աստղը Սիրիուսն է։ Նրա հարևանությամբ գտնվում է Հայք Օրիոնը։ Րոպեն մեկ երկինք Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո ներքև գետնի վրա թափված քարերին։ Գիզայի 3 մեծ բուրգերի դիրքը կրկնում է արդեն իսկ մեզ քաչ ծանոթ Օրիոնի գոտու 3 աստղերի դիրքը։ Ասեք ինչ կապ կա մեծ բուրգի Օրիոնի եւ Քարահունջի միջև։ Եգիպտոսի մեծ բուրգի մեջ ոչ ոք չի եղել թաղված։ Այնուհանդերձ նրա ներսում Փարեվոնի թաղման համար նախատեսված սենյակի միջից մի նեղլիկ 20-25 սանտիմետրի վրա լուսանցք է բացված, որն ուղղված է Օրիոնի գոտու պայծառ աստղի այն ժամանակվա գերակա կետին։ Միևնույն է, կապը չեք տեսնում։ Լավ, իսկ ինչ կասեք այն դեպքում, երբ իմանաք, որ մեծ բուրգը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 2443-2444 թվականներին հայոց թագավոր Հայկի ժամանակ եւ Օրիոնի համաստեղությունն այն ժամանակ կոչվում էր Հայկի համաստեղություն։ Եվս մի եւ ոչ պակաս հետաքրքիր փաստ։ Հայկի համաստեղությանը միշտ ուղեկցել է Սիրիուսը, իսկ մեծ բուրգի թակուհու սենյակից բացված անցքը ուղղված է Սիրիուս աստղի գերակա կետին։ Հաջորդ կարևոր փաստը, թակուհու սենյակից Սիրիուսին ուղղված անցքի թեքության անկյունը ճշտորեն համընկնում է Քարահունջի եւ Տաթևի տեղի լայնությանը։ Երևի թե ժամանակն է մենք ասենք այդ բարձր քաղաքակրթությունը ունենալով մենք բուրգ չենք կառուցել։
Ուղղակի քանի որ բրգաշինության հիմքում մենք ենք կանգնած, այդ գիտելիքը մերն է եղել։ Տարանք ասենք Եգիպտացում տվինք, սրան տվինք, նրանք տվինք, հետո մենք սկսեցինք կատարելագործել։ Ուրեմն մենք քանի հազար տարի հասկանում եք ճանապարհ ենք անցել, տարբեր ուրեմն կրոնական բաներ անցել, չէ՞, մեր գլխով, էտապներ անցել, հա, մինչև եկել ենք քրիստոնեություն։ Մենք այդ բուրգի կանոնակարգը միշտ պահել ենք։ Հեթանոսական, եթե ծանոթ լինեք, ուրեմն այնտեղ բաները, հիմքերը կլոր են։ Այդ կլոր ասած այդ 360-ն է, որպեսզի մեջը հավասարաթև խաչ լինի, էլի, ավել պակաս չլինի։ Մինչև մեր խաչագմբեթավոր այդ կենտրոնացիքով ուրեմն այսօրվա եկեղեցիները, որի կանոնակարգը 5-րդ դարից 7-րդ դարում սկսվել է շինարարությունները, մի խոսքով մենք էդի ունենք եւ հազարներով ունենք, եւ դրանք բուրգեր են, որտեւ իր ճարտարապետական առումով ինքը բուրգ է, որտեւ տակը հավասարաթև խաչ է եւ վերևը կենտրոնաձիգ։ Տվել ենք էսթետիկ, ուրեմն ճարտարապետական նոր լուծումներ ենք ստացել, բայց գլխավորը համակարգը թվային իր ճարտարապետական այդ կարգը չենք խախտել։ Շատ ավելի վաղ այն ժամանակից, երբ կառուցվել են այս բուրգերը, 7500-4500 տարի առաջ Քարահունջի աստղագետները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայք Օրիոնի եւ Մեծ Շան Սիրիուսի հետ միասին համաստեղությունների նկատմամբ։ Ուրարտական դիցարանում մեզ հայտնի է Մահերի դռան արձանագրությունը, որտեղ կոնկրետ աստվածությունների դիմաց գրված է, թե որ աստվածությանը կամ աստվածուհուն որքան զոհաբերություն պիտի արվի։ Ես փորձեցի այդ ցուցակի մեջ օրինաչափություն տեսնել եւ կարծում եմ, որ գտա օրինաչափությունն այն է, որ այդ աստվածությունները իրենցից ներկայացնում են համաստեղություններ։ Եվ ցուցակի հաջորդականությունը իրականում համաստեղությունների ծագման հաջորդականությունն է։ Քանի որ աստղերի ծագման հաջորդականությունը մենք գիտենք, դա չի փոխվում։ Ժամանակը կարող է փոխվել, բայց հաջորդականությունը չի փոխվում։ Այսինքն Վանա դռան վրա գրված են, թե որ Աստվածն է ծագում։ Իսկ քանի որ աստղերը ծագում են 1 կլոր տարվա ընթացքում, այսինքն այս զոհաբերությունների ցուցակը իրականում տոնացույցն է, տարեկան տոնացույցը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ թե պարզապես ցուցակի հետ, որտեղ աստվածների անուններ են գրված։ Մենք այստեղ գործ ունենք ամբողջ դիցարանի եւ ամբողջ տարվա ցիկլի օրացուցային բանը։ Այո, այո։ Այս ցուցակում իմ ուշադրությունը գրավեց մի բացառություն։ Այսպես համընկնումներով գնում են, մեկ էլ գրված է բոլոր աստվածներ գաղափարը գրելով։ Հետո նորից շարունակվում է էլի անվանական։ Այս բոլոր աստվածներ հասկացությունը ես հստակ չեմ կարող պատկերացնել, ես գրքում էլ գրել եմ, որ չգիտեմ թե դրա տակ իրենք կոնկրետ ինչ են պատկերացնում, բայց տվյալ զոհաբերությունը համապատասխանում է Օրիոնի ծագման ժամանակին։ Այսինքն հայկն համաստեղության ծագման դեպքում ոչ թե կոնկրետ ինչ որ աստվածության է զոհեր մատուցվում, այլ զոհաբերություններ են մատուցվում բոլոր աստվածներին։ Ռիգվեդայում կա այդպիսի մի աստվածություն, ռուսերեն թարգմանել են նրա անունը Վսեբոգի։ Ամենահետաքրքիրն այն է, որ տվյալ դեպքում այս ձևակերպումը համապատասխանում է Օրիոնի ծագման, այսինքն ինքը ամբողջացնում է ամբողջը։ Ոնց որ քրիստոնեության մեջ ասում են Աստված ամեն ինչի մեջ է, մեկը ամբողջի մեջ է, ամբողջի մեջ։ Ահա այսպիսի մի աստվածությանը շատ մոտ մի պատկերացում կա կապված հայկի հետ։ Տաթևից ոչ շատ հեռու, Սիսիան քաղաքից 10-12 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Որոտնավանքը։ Այստեղ նույնպես կա սյուն, բայց տեղադրված է նա աստիճանաձև պատվանդանի վրա եւ չի ճոճվում։ Տեղացիները ասացին, որ նմանատիպ կոթողներ էլի կարելի է գտնել, իսկ որքանն են կառուցվել եւ որքանն են ավիրվել,
Դրա մասին տեղեկություն ցավոք չկա։ Հին Հայաստանում ոչ մի հոգևոր կառույց պատահական տեղում չի կառուցվել։ Դրանք կառուցվել են կամ արդեն եղած սրբավայրերի տեղում, կամ երազի եւ տեսիլքի միջոցով թելադրված վայրերում։ Այստեղ, ինչպես պնդում են գիտնականները, բացահայտվում է մարդու էությունը, մարդ-տիեզերք կապը։ Եվ դրա համար եկեղեցու կենտրոնաձիգի տակ մենք սարքավորումներով երբ որ չափագրում ենք անում, մի այնպիսի հզոր էներգիա ենք տեսնում։ Այս վայրերի ոչ սովորական էներգետիկան զգացվում է հենց առաջին այցելությունից։ Բիոլոկացիոն շրջանակով տարածքն ուսումնասիրելը հանգեցրել է զարմանալի արդյունքի։ Տաթևի վանքից մոտ 12 կիլոմետր շրջանագծով տարածքում չկար այսպես կոչված հարթմանի դաշտը, այսինքն 12 կիլոմետր շրջանագծով դրական դաշտ։ Ենթադրվում է, որ հավելյաց օրերի այդ 5 օրերը կապված են եղել լուսատուների հետ եւ այդ 5 օրերի ընթացքում կործանվում էր հին աշխարհը եւ ծնվում էր նոր աշխարհը, այսինքն դա ցիկլն էր։ Օգոստոսի 11-ի առավոտյան ժամի 4-ին Օրիոնի համաստեղության ծագման պահին բիոլոկացիոն չափագրիչի սալակը անսպասելիորեն 180 աստիճանով փոխում է իր ուղղությունը, որը նշան է ինֆորմացիոն բիոէներգետիկ դաշտի կտրուկ փոփոխման։ Այսպիսով, բացի այն, որ օգոստոսի 11-ը յուրահատուկ ժամանակային մարկեր է, այն նաև մեր երկրի բիոէներգետիկ դաշտի վերալիցքավորման ժամանակացույց է։ Րոպեն մեկ երկինք, Աստծուն նայելով։ Իսկ մի պահ հետո ներքև։ Մեր նախնիների թողած հուշերին։ Գրեմ Հենկոկը ժամանակակից այն հետազոտողներից է, ով զբաղվում է հին քաղաքակրթությունների գիտելիքներով։ Տասնյակից ավելի գրքերի եւ 2 ֆիլմերի հեղինակ է։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 27 լեզուներով եւ տպագրվել ավելի քան 5 միլիոն տպականակով։ Ուսումնասիրությունները իրեն տարել են բազմաթիվ երկրներ՝ Պերու, Բոլիվիա, Բրազիլիա, ԱՄՆ, Իսպանիա, Եգիպտոս, Հնդկաստան, Թուրքիա, Ճապոնիա եւ այլ երկրներ։ Սա նրա երկրորդ այցելությունն էր Հայաստան։ Մինչ Հայաստան գալս զգում էի, որ ինչ-որ մի բան ինձ պակասում է։ Վերջին 2000 տարիների ընթացքում Սարսե դարաշրջանից հետո աշխարհը վերածանվել է, եւ Հայաստանն այն տեղն է, որտեղից սկիզբ են առել այդ նոր քաղաքակրթությունները։ Այդ հետազոտողները բոլորը հասկացել են, որ այդ 5 քաղաքակրթությունները ունեցել են գերզարգացվածություն։ Մայաների մոտ սպիտակ մարդիկ են եկել քաղաքակրթել, ացտեկների, հնդիկների, եգիպտացիների եւ այլն։ Հենց ինքը Գրեմ Հենկոկը ասում են, որ սպիտակ մարդիկ են։ Հիմա պետք է մանգալ գտնել այդ քաղաքակրթության ուրեմն հիմքը։ Դրա համար շատ կարևոր էր այս տարվա մեր քարահունչ գնալը։ Մենք պետք է հասկանայինք, եթե այնտեղ կա այդ Օրիոնի ցուցիչ քարը, եւ հրաշք տեղի ունեցավ, դա իրոք հրաշք կա, որտեվ ես չգիտեի, ես ենթադրում էի, որ 100%-ով կա, բայց որ գլխավոր քարն է ցուցիչ այդ 63-րդ քարը, դա գլխավոր քարն է։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ հանրահայտ ճոճվող սյան վերևում ամեն տարի սյան առանցքով ուղղահայաց հայտնվում են արդեն իսկ մեզ քաջածանոթ Օրիոնի գոտու 3 աստղերը։ Եվ դա կատարվում է, այո, այս անգամ կռահեցիք, օգոստոսի 11-ին։
Այս տարի մենք ուրեմն այդ տեսանք այդպիսի մարդկանց հետ, ուրեմն խմբով։ Լինելով Տաթևում, Գրեմ Հենկոկը մի կարևոր միտք է հայտնել, ասելով, որ հնագույն քաղաքակրթությունների առեղծվածի բանալին գտնվում է այստեղ, Հայաստանում։ Միգուցե բանալին այս սյունն է։ Նախորդ քաղաքակրթությունների ժառանգությունից ամենաարժեքավորը եւ նշանակալիցը երևի թե օրացույցն է։ Ըստ եգիպտական ավանդույթների ի սկզբանե, երբ աստվածները նրանք տվեցին օրացույցը, ապա տոմարական հաշվարկի հիմնակետ սահմանեցին օգոստոսի 11-ը։ Կա հստակ վկայություն, որ մայաների օրացույցը կազմավորվել է 3114 տարի առաջ եւ նույնպես օգոստոսի 11-ին։ Այդ օրը իրենց մոտ հիշատակվում է որպես հիմնահաշվարկի սկզբնակետ։ Րոպեն մեկ երկինք Աստծուն նայելով, իսկ մի պահ հետո սեփական ափին քարկտիկ էին խաղում։ Մեկ քարը պետք է վեր նետել եւ 4 իրար կողքի քարերի միանգամից ճանկելով հավաք առնել բռում եւ ապա կարողանալ նույն բռան մեջ վերցնել վայր ընկնող քարը։ Խաղի այս վերջին փուլը կոչվում է ճանտաս։ Այսօր գիտությունը պարզել է, այդ բաժանողները ապրել են երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդում։ Այդ տարածքը 36-ից 44 աստիճանի զուգահեռականների միջև է։ Հավաքագրված փաստերը իրավունք են տվել անգլիացի աստղագետ Վիլյամ Թեյլոր Օլքոթին դեռևս մեկ դար առաջ պնդել, որ համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողները հավանաբար ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջանում։ Նրանք իմացել են աստղագիտություն, մաթեմատիկա, երկրի գնդաձև լինելը, դրա չափերը, քարմշակման տեխնոլոգիան եւ այլն։ Նաև ունեցել են բավարար ճշտությամբ անհրաժեշտ գործիքներ՝ կողմնացույց, սեքստանտ, անկյունաչափ։ Իհարկե նրանք նախապես կարողացել եւ չափել էին շատ տեղերի լայնությունները։ Նրանք առաջինն էին, որ երկինքը բաժանեցին կենդանակերպի համաստեղությունների 12 մասի, օրը 24 ժամի, ժամը 60 րոպեի, րոպեն 60 վայրկյանի։ Նրանք այնքան խելացի էին, որ հասկանում էին, որ այդ շատ կարևոր իրենց գիտելիքները կարող են մոռացվել կամ ինչպես այսօր տեսնում ենք խեղաթյուրվել։ Իսկ գիտելիքները, որոնք քաղաքակրթության հիմքն են հանդիսանում, այսօր կարծես քաղաքակիրթ դարձած հասարակության կողմից ոչնչացվում են։ Ինչ կա վերևում եւ ինչ ներքևում։ Ինչ կապ ունեն նրանք իրար հետ եւ ինչ խորհուրդ է, որ խաղի տրամաբանությունը համառորեն մեզ ստիպում է րոպեն մեկ նայել վար մեր նախնիների կերտած քարերին, հետո վեր աստղերին։ Մեր նախնիները ավանդական խաղերի տեսքով մեզ որոշակի ակնարկներ են փոխանցել։ Անշուշտ դա բանալի է աշխարհի դեռ չբացահայտված գաղափարների վերցանելու եւ մարդկությանը հասու դարձնելու համար։